Շատ հաճախ մեր կյանքում հայտնվում ենք իրավիճակներում, երբ մեր առջև ծանրացած խնդիրները վեր են թվում մեր ուժերից, այն դառնում է մեզ համար անհաղթահարելի արգելքներ, անհաղթահարելի բարձրունքներ, որը նվաճելը մեր ուժերից վեր է հաճախ թվում։ Սակայն այսպիսի վիճակների համար Աստված մեզ տալիս է ճամփա, բանալի, ուղի, որով Տերը ցանկանում է մեզ ցույց տալ ուղիները, երբ խնդիրները ուժերիցդ վեր են թվում, ինչպես հաղթահարել այն։ Մի պատմություն կա 5 տակարանում, որ կարդում ենք Հեսու գրքում, եւ ցանկանում եմ միասին ընթերցենք Հեսու 6-րդ գլուխ, կարդանք միայն առաջին 5 համարները, Հեսու 6-րդ գլուխ, առաջին 5 համարները ընթերցենք։ Երիքով Իսրայելի որդիներուն պատճառով ամուր կերպով փակված էր, ելնող ու մտնող չկար։ Տերը Հեսուին ըսավ. նայե, Երիքովն ու անոր թագավորը եւ զորավոր կտրիչները քու ձեռքդ տվի, ուստի բոլոր պատերազմիկներն նար եւ 6 օր օրեկան մեկ անգամ քաղաքին բոլորտիքը դարձեք եւ տապանակին առջև 7 քահանա 7 հոբելյան փողերը առնեն ու 7-րդ օրը քաղաքին բոլորտիքը 7 անգամ դարձեք։ Քահանաները թող փողերը հնչեցնեն։ Երբ հոբելյան եղջյուրները երկար հնչեցնեն եւ դուք փողերի ձայնը լսեք, բոլոր ժողովուրդը մեծ ձայնով թող աղաղակեն, այն ատեն քաղաքին պարիսպները վար պիտի ինան ու ժողովուրդը շիտակ առաջ երթալով ներս թող մտնեն։ Ամեն։ Իսրայելցիները 40 տարի անապատը շրջելուց հետո կտրեցին անցան Հորդանան գետը, այսինքն խոստացյալ երկիր մուտք գործեցին։ Այն երկիրը, որ Աստված խոստացել էր նրանց նախահայրերին, այն երկիրը, որ Աստված խոստացել էր Մովսեսին եւ իր ժողովրդին։ Թեև Մովսեսը ինքը ներս չմտավ խոստացյալ երկիրը, սակայն նրա ծառա Հեսուն առաջնորդեց ժողովուրդը։ Հրաշքով գետի ջրերը բացվեցին եւ ժողովուրդը անցավ գետից։ Աստված պատվիրեց Հեսուին, որպեսզի Իսրայել ժողովրդի առաջնորդների քանակով 12 քար վերցնեն այդ գետից եւ այդ 12 քարերը դնեն խոստացյալ երկրում որպես հիշատակի քարեր, որպեսզի երբ որ իրենց զավակները մի օր հարցնեն իրենց, թե այս ինչ քարեր են, նրանք պատմեն Աստծո արած գործերի մասին։ Շատ կարևոր է, որ մենք էլ մեր կյանքում ունենանք այս հիշատակի քարերը, որովհետև երբ որ այս հիշատակի քարերը չեն լինում, հաճախ մոռանում ենք Աստծո արած գործերը նախկինում եւ ամեն անգամ, երբ որ նոր խնդրի առջև ենք կանգնում, սկսում ենք խառնվել իրար, սկսում ենք պանիկայի ենթարկվել, որովհետև չենք հիշում նախկինում արածները Տիրոջ։ Այս անելուց հետո Աստված պատվիրեց Հեսուին, որպեսզի ժողովուրդը թլպատվի, որովհետև այն ժողովուրդը, որ դուրս էր եկել Եգիպտոսից, թլպատված էին, սակայն այն
մարդիկ, այն այրերը, որոնք որ ծնվեցին այդ 40 տարիների ընթացքում, նրանք թլպատված չէին, և Աստված պատվիրում է, որպեսզի նրանք Քանանու երկիրը մտնելուց հետո թլպատվեն, որովհետև Աստված նոր գործ պիտի աներ նոր ժողովրդի միջոցով, այն ժողովուրդը չժառանգեց Քանանու երկիրը, իրենց անհավատության պատճառով, սակայն այս ժողովուրդը, այս սերունդի միջոցով Աստված նոր գործ պիտի աներ, նոր ուխտ պիտի կապեր այս ժողովրդի հետ։ Ժողովուրդը թլպատվեց, որից հետո ժողովուրդը զատիկը տոնեց։ Զատիկը տոնելուց հետո հաջորդ օրը նրանք կերան այդ երկրի պտուղից և այդ օրը երկնքից դադարեց մանանա իջնելը։ Նոր շրջան սկսվեց Իսրայելի համար։ Այժմ նրանց առջև դրված էր մի մեծ խնդիր։ Անկախ նրանից, թե նրանք հավատարիմ եղան, թե հավատարիմ չեղան Աստծո, Աստված իր խոստումը կատարեց և այդ ցեղը, այդ ազգը բերեց մինչև Քանանու երկիր, սակայն հիմա նոր մարտահրավերներ կային դրված այս ժողովրդի առջև։ Եվ այդ մարտահրավերներ նրանք պետք է գրավեին Քանանի երկիրը։ Պետք է գրավեին այս երկիրը։ Ու այդ գրավման ճանապարհին առաջին քաղաքը դա Երիքով բերդաքաղաքն էր։ Առաջին անգամ չէին իսրայելցիները Երիքովի առջև կանգնում։ 40 տարի առաջ, երբ որ Մովսես 12 լրտեսներ ուղարկեց Քանանու երկիրը ուսումնասիրելու, նրանք ճիշտ այս Երիքովը գնացին և իրենց աչքով տեսան այս երկրի ինչ լինելը, նրա պտղատու լինելը, նրա հողի ինչ լինելը և ժողովրդի ինչ լինելը, ամեն բան մանրակրկիտ ուսումնասիրել էին և այո համոզված էին, որ այս երկիրը իրոք բերքատու երկիր է, հարուստ երկիր է, ճոխ երկիր է, սակայն իրենց անհավատության պատճառով, տեսնելով այս քաղաքի պարիսպների բարձրությունը, լայնությունը, տեսնելով այնտեղի ժողովրդի հսկա լինելը, անհավատ գտնվեցին և հուսահատության մեջ գցեցին Իսրայել ժողովրդին և այդ իսկ պատճառով ժողովուրդը անհավատությամբ տարված կորցրեցին երկիրը մտնելու իրենց առիթը և այդ անհավատության պատճառով 40 տարի շրջագայեցին անապատի մեջ։ Սակայն 40 տարի հետո նորից եկան կանգնեցին նույն տեղում և մարտահրավերը դարձյալ նույնն էր՝ գրավել երկիրը։ Իսրայելցիները չունեին բավականաչափ ռազմական փորձ, որ կարողանային գրավել բերդաքաղաքներ, թեև անապատում որոշ պատերազմներ տեղի ունեցան, սակայն դա ուրիշ բան էր, անապատում պատերազմելը ուրիշ բան էր, սակայն բերդաքաղաք գրավելը ուրիշ բան էր։ Ինչ անել, երբ որ քո առջև ծանրացած խնդիրը քո ուժերիցդ, քո փորձառություններիցդ, քո իմաստությունիցդ վեր է։ Եվ շատ հաճախ մենք էլ մեր կյանքում կանգնում ենք այդպիսի իրավիճակներում, որ մեր առջև կանգնացած խնդիրը, մեր առջև կանգնացած պատերը շատ ավելի բարձր են թվում, քան թե մեր ուժն է։ Եվ երբեմն չենք իմանում ինչպես այն շրջանցել։ Եվ գիտեք ինչ է լինում, հաճախ մենք կանգնում ենք ճիշտ նույն պատերի առջև, հաճախ շարունակ կանգնում ենք ճիշտ նույն պատերի առջև, ինչպես իսրայելցիները 40 տարի առաջ կանգնեցին, հիմա միևնույնն է, նորից նույն պատերի առջև են կանգնած։ Դարձյալ մարտահրավերը նույնն է։ Ինչ անել, երբ խնդիրներդ քո ուժերիցդ վեր են գտնվում։ Մի քանի ճշմարտություններ, որ ուզում եմ ձեզ հետ կիսվել այսօր։ Առաջին, լիարժեք հնազանդությունը բերում է լիարժեք օրհնություն։
լիարժեք հնազանդությունը բերում է լիարժեք հաղթանակ։ Աստծո ակնկալիքը մեզանից դա հնազանդությունն է իր խոսքին, իր պատվերին։ 10-րդ համարի մեջ Հեսուն ժողովրդին պատվիրում է, ասում է բնավ աղաղակ մի հանեք, թող ձայներինի չլսվի ու ձեր բերնեն խոսքը չելն է, միջև այն օրը, որ ես ձեզ ասեմ աղաղակեցեք, այն ատեն աղաղակեցեք։ Տերը Հեսուի միջոցով պատվիրում է, որ այս ժողովուրդը լռությամբ, կատարյալ լռությամբ, ոչ մեկի բերանից խոսք անգամ պիտի չի ելնեմ, 6 օր շարունակ, ամեն օր մեկ շրջան, պարիսպների տակը պետք է շրջեն։ Եվ 7-րդ օրը 7 շրջան պետք է անեն, կատարյալ լռությամբ։ Եվ միայն, երբ որ 7-րդ անգամը պետք է դառնան, Աստծո հրամանով, երբ որ փողերը, հոբելյան փողերը երկար հնչեն, այն ժամանակ ողջ ժողովուրդը պիտի աղաղակեր։ Սա էր Աստծո պատվերը։ Այն որքանով էր տրամաբանական, այն որքանով էր հասկանալի ժողովրդին, այն որքանով էր փորձված մեթոդ, ոչ ոք չէր կարող ասել։ Բայց սա էր Աստծո պատվերը։ Սա էր, որ Աստված ակնկալում էր, որ իր ժողովուրդը անի։ Եվ իր ժողովրդի միակ պարտականությունն էր հնազանդվել այդ պատվերին, լուր մնալ և շարունակ քայլել։ Իսկ ինչ կլիներ, եթե հնազանդվեին կիսով չափ։ Եթե 90% կատարեին այս պատվերի, ենթադրենք ժողովրդի 90%-ը աղաղակեր, արդյոք 90%-անոց արդյունք կունենային, արդյոք պատերի 90%-ը կքանդվեր, ինչ կլիներ, եթե ժողովրդի ընդամենը կեսը մասնակցեր, արդյոք պատերի ընդամենը կեսը կքանդվեին։ Հինգերորդ համարի մեջ պատվերը սա է, բոլոր ժողովուրդը մեծ ձայնով թող աղաղակի, այն ատեն պատերը քաղաքի պիտի քանդվեն, բոլոր ժողովուրդը, Աստված իր ժողովրդից, բոլորից ակնկալում է հնազանդություն, ամբողջական հնազանդություն, լիարժեք հնազանդություն, երբ որ Տերը քեզ պատվեր է տալիս, իմ սիրելի եղբայր և քույր, դու պարզապես հնազանդվիր այդ պատվերին, գիտնալով, որ կարողությունը Աստծո է պատկանում, իսկ քո կարողությունը Աստծո պատվերին հնազանդվելն է։ Աստծո պատվերի մանրակրկիտ ուսումնասիրությունը քո տրամաբանությամբ, քո փորձառություններով դժվար թե քեզ օգնի, սակայն եթե կա սրտի հնազանդ վիճակ, երբ որ Տերը պատվիրում է ու դու հնազանդ ես դրան, երաշխավորում է Աստված արդյունքը։ 20-րդ համարի մեջ կարդում ենք, ժողովուրդը աղաղակեց, որովհետև փողերը հնչվեցան, երբ ժողովուրդը փողերուն ձայն լսեց, բարձրաձայն աղաղակեց ու պարիսպները վար ընկան ու ժողովուրդը շիտակ առաջ քաղաքը մտնելով քաղաքը առին։ Ճիշտ Աստծո պատվերի պես, որ ասած աղաղակեցեք և դուք շիտակ ուղիղ առանց արգելքի մտնելու եք քաղաք։ Ժողովուրդը լսեց, հնազանդվեց, աղաղակեց և ուղիղ մտան քաղաք։ Երբ քո աշկիտ առաջ, երբ քո կյանքումդ կան անհաղթահարելի թվացող պատեր, դու միայն հնազանդվի, ինչ որ Աստված քեզ ասում է։ Դիմացինդ կհնազանդվի, թե չի հնազանդվի, դիմացինդ կլսի, թե չի լսի, դիմացինդ կընդունի Աստծո, թե չի ընդունի Աստծո, էական չէ, դիմացինդ լսում է Աստծո ձայնը, թե չի լսում Աստծո ձայնը, էական չէ, դու լսիր, դու հնազանդվիր և արդյունքը Աստծուց ակնկալիր։ Ամբողջական նվիրում։ Հնազանդության հոմանիշ կարող ենք համարել նաև հավատարմությունը։ Հավատարմությունը գրեթե հոմանիշ է հնազանդության։ Հավատարմության
հնազանդության դրսևորում է հավատարմությունը, կամ կարող ենք ասել հավատարմության դրսևորում է հնազանդությունը։ Կիսով չափ հավատարմություն գոյություն չունի։ Այդպես է թե ոչ։ Կես հավատարմություն գոյություն չունի։ Դուք կցանկանայիք, որ ձեր կինը կամ ձեր ամուսինը կիսով չափ հավատարիմ լիներ ձեզ։ Կցանկանայիք, որ ձեր կողակիցը 80% հավատարիմ լիներ ձեզ։ Ենթադրենք, օրվա մեջ 17 ժամ, 18 ժամ ձեզ հավատարիմ լիներ։ Ինչպես եք պատկերացնում դա։ Կարող ենք համարել դա բավականաչափ հավատարմություն, վատ չի, գիտեք, վատ արդյունք չի։ Եթե մարդու ամուսինը իրեն հավատարիմ է 12 ժամ, 14 ժամ, 16 ժամ, դա արդեն մեծ բան է։ Իհարկե ոչ, չէ։ Չկա կիսով չափ հավատարմություն։ Նույնպես եւ մեր եւ Աստծո միջև հարաբերությունների մեջ չպետք է լինի կիսով չափ հավատարմություն։ Չպետք է լինի կիսով չափ հնազանդություն։ Աստված ակնկալում է ամբողջական հնազանդություն։ Եթե մենք ուզում ենք մեր եկեղեցում, մեր երկրում, մեր ժողովրդի կյանքում գան փոփոխություններ, եթե այսօր մեր առջև ծանրացած այս խնդիրները, այս պատերը որ կան, եւ իրոք շատ անգամներ դրանք անհաղթարելի են թվում, սիրելիներ, եւ մենք դրա լուծումներն ենք փնտրում, ինչքան խնդիրներ ունենք, չէ՞։ Ինչքան հարցեր կան այսօր, թե մեր անձնական կյանքում, եւ թե մեր եկեղեցու կյանքում, եւ թե մեր ազգային, մեր ժողովրդի կյանքում, մեր երկրի կյանքում, ինչքան խնդիրներ կան, հաճախ այդ խնդիրները անլուծելի են թվում։ Եվ մեր ուղեղը աշխատացնում ենք ամեն օր ոնց այդ խնդիրներին լուծում փնտրենք։ Իմ սիրելի եղբայր եւ քույր, ես քեզ խորհուրդ եմ տալիս, որ քո ուղեղդ, քո սիրտդ, քո հոգիդ աշխատացնես մեկ բանում, ինչպես հնազանդվել Տիրոջը։ Դու հնազանդվիր Տիրոջը։ Հնազանդվիր Տիրոջը եւ Աստված գիտի լուծումները։ Աստված պատերը պիտի քանդի եւ Աստված խոստումներ ունի ինձ եւ քեզ կյանքի ամեն իրավիճակում ձեռք մեկնելու եւ առաջնորդելու եւ ուղիղ մտնելու քաղաքը։ Դու միայն հնազանդվիր Տիրոջը։ Հռոմեացիս նամակի մեջ Պողոս առաքյալն ասում է 12-րդ գլուխ առաջին համար արտաղաչում եմ ձեզ եղբայրներ Աստծո ողորմությունով, որ ձեր մարմիններն ընծայեք որպես կենդանի զո Աստծո, որ է ձեր բանավոր պաշտոնը, ամբողջական ընծայում, ամբողջական նվիրում, ամբողջական հնազանդություն, ժողովրդից պահանջվեց ամբողջական հնազանդություն, եւ երբ որ բոլորը միասին լռությամբ կատարեցին Տիրոջը ասածը, 6 անգամ շրջեցին քաղաքի շուրջ, լռությամբ, հեշտ բան չէ, հսկա քաղաքի պատերի մոտ շրջել լռությամբ, ինչքան մտահոգության թեմաներ կային, ինչքան դժգոհություններ կարող էին լինել եւ այլն, բայց Տերը քեզ ասում է հնազանդվիր։ Արդյունքը ինչ եղավ։ Անհաղթարելի պատերը քանդվեցին։ Դու էլ հնազանդվիր Տիրոջը։ Երկրորդ ճշմարտությունը։ Հիշեք, Աստծո գործողությունները միշտ գերբնական են։ Գերբնական նշանակում է բնական վիճակից վեր են։ Մարդկային սպասելիքներից, մարդկային ակնկալիքներից, մարդկային գիտությունից վեր է այն։ Հաստատ որևէ մեկս մեր մտքով, մեր ուղեղով չենք կարող գտնել ճամփան, թե ինչպես է Աստված այս հարցի լուծումը տալու։ Մենք սովորաբար մեր խաղաղությունը կորցնում ենք այն ժամանակ, երբ որ մենք մեր ուղեղով հարցի լուծումը չենք գտնում։ Ճիշտ է, երբ որ մենք մեր միտքը աշխատացնելով գտնում ենք հարցի լուծումը, խնդիրի լուծումը, այն ժամանակ հույս ենք ունենում եւ այդ հույսը մեզ տալիս է մխիթարություն, մեզ տալիս է հանգստություն։ Բայց երբ որ պատերը վեր են մեր ուժերից, դա նշանակում է, երբ որ մենք մեր մտքով չենք կարողանում գտնել հարցի լուծումը, այն ժամանակ է, որ կորցնում ենք մեր խաղաղությունը։ Բայց եթե քո գործդ Աստծո հետ է, հիշիր մի բան, որ Աստված միշտ գործում է գերբնական զորությամբ։ Դա նշանակում է, որ նրա գործերը անքննելի են քեզ համար եւ ինձ համար։ Անճանաչելի եւ անհասկանալի են այն։ Տերը գործում է գերբնական միջոցներով։ Այն մարդկային մտքի սահմաններից վեր է, ֆիզիկական օրենքներին չի ենթարկվում։ Աստված ինքը
ֆիզիկական օրենքներին չի ենթարկվում։ Ինքը գիտի ճանապարհը, ինքը գիտի միջոցները, ինքը գիտի ձևերը, դու միայն հնազանդվիր։ Ինչպես պատերը քանդվեցին։ Ինչպես տեղի ունեցավ այս հրաշքը։ Հիմա անհավատ մարդիկ, սկեպտիկները ասում են, որ այս պատերը քանդվեցին շնորհիվ նրա, որ ժողովրդի քայլերի հաճախականությունը, հարվածների ոտքի քայլերի հաճախականությունը համընկավ պատերի մոլեկուլյար շարժման հաճախականության հետ, որի արդյունքում, այս համընկման արդյունքում պատերը քանդվեցին։ Սա երբեմն նմանատիպ բաներ տեղի ունենում են, երբ որ զինվորները օրինակի համար կամուրջների վրայով են անցնում։ Հրամանատարները հրամայում են, որպեսզի զինվորները հավասարաչափ քայլերով չանցնեն կամուրջների վրա, այլ խառը քայլով, որպեսզի հանկարծ այս հաճախականությունները չհամընկնի։ Սակայն այստեղ անցնողները վարժված զինվորներ չէին։ Սա մի հսկա ժողովուրդ էր, որոնք որ մեծ զինվորական պատրաստվածություն չեն անցել, հավասարաչափ քայլել եւ այլն եւ այլն։ Եթե անգամ քայլեին, հավանականությունը շատ փոքր է, որ այն կարող էր ազդել այդ հսկա պատերի վրա։ Այստեղ միանշանակ խոսում է Աստծո մեծագույն հրաշքը։ Մարդկային իմաստուն ծրագրերը չքանդեցին, Հեսուի իմաստությունը չքանդեց այս պատերը, այլապես Հեսուն նույն մեթոդոլոգիան օգտագործեր 40 տարի առաջ եւ 40 տարի անիմաստ անապատի մեջ չէին պտտվի։ Հեսուի հնազանդությունը Աստծո հրահանգին սովորեցնում է մեզ 3 կարևոր բաներ։ Առաջին, Աստծո ծրագրին հետևելու համար հարկավոր է հավատք։ Հավատք է հարկավոր Աստծո ծրագրին հետևելու համար։ Պատերազմական այս ստրատեգիան, որով նրանք գրավեցին երկիրը, երբեք նախկինում չէր օգտագործվել որևէ մեկի կողմից։ Զինվորական մտքի համար այս ստրատեգիան անիմաստ մի բան էր, կասկածամիտների համար հիմարություն։ Հեսուն, երբ որ այս առաջարկությունն արեց, որ այս կերպով գնանք գրավենք Երիքովը, հավանաբար շատ մարդիկ նրանք նկատեին որպես հիմար մեկը, որովհետև ոչ մեկ զինվորական դասագրքում նման ստրատեգիա մշակված չէ պարսպապատ քաղաք գրավելու։ Ընդհակառակը, սա կարող էր նկատվել ինքնասպանություն։ Ինքնասպանություն է գնալ Պարիսպի տակ, երբ որ Պարիսպի վերևում այդ երկրի ժողովուրդն է, երբ որ նրանց զինվորներն են, իսկ դու լռությամբ քայլում ես Պարիսպների տակը։ Սա անելու համար պետք էր իրական հավատք։ Երկրորդ, Աստծո ծրագրին հետևելու համար հարկավոր է քաջություն։ Մեծ քաջություն էր պահանջվում Հեսուին եւ ժողովրդին, որպեսզի իրականացնեն այս ծրագիրը։ Նույնպես եւ մեր համար, իմ եւ քո համար, Աստծո ծրագիրը իրականացնելու համար սիրելիս մեզանից քաջություն է պահանջվում։ Եվ հիշեք, հավատքը թույլ մարդկանց համար չէ։ Թույլ մարդիկ չեն կարող հավատալ։ Միայն քաջ մարդիկ են կարող հավատալ։ Եվ քո ուժը, քո բազուկի ուժը չէ, այլ քո հավատքիդ ուժն է։ Դրա համար իմ համար յուրաքանչյուր հավատացյալ քաջ մարդ է։ Յուրաքանչյուր հավատացյալ զորավոր մարդ է, հզոր մարդ է։ Եվ այս մարդիկ քաջ էին։ Հիմա պատկերացրեք, ինչ կարող էին զգալ այս պարզ հասարակ հրյաները, երբ որ լռությամբ քայլում էին Պարսպի տակ։ Ինչ կարող էին զգալ։ Մի պահ երևակայեք իրենց զգացածը, ինչ էին անում իրենք։ Իմ կարծիքով նրանք հայտնվել էին շատ ծիծաղալի իրավիճակում։ Դուք պատկերացնում եք հազարավոր ժողովուրդ լռությամբ, գլուխները կախ, ամեն օր ժամը գալիս է։ Գնացին քայլելու։ Եվ ժողովուրդը Պարիսպներից այն կողմ գտնված
Ինչ էին մտածում այս մարդկանց մասին։ Ճիշտ է։ Պատկերացնում եք որքան են ծաղրել, որքան են ծիծաղել վերևից, որքան են վերևից ինչ ասես թափել գլխներին։ Ծաղրանքի առարկա էին դարձել։ Ամեն օր ժամը եկավ լռությամբ, ոչ հարցակվում են, ոչ կռիվ են անում, լուռ ու մունջ գալիս են, քայլում են։ Եվ վերջին օրն էլ մեկ անգամով չեն բավարարվում, 7 շրջան են գործում։ Հիմար վիճակում, մարդկորեն եթե խոսենք, ծաղրվում էին, երևի վերևից երիքովցիները քարեր էին նետում, գուցե թքում էին վրաները, բայց նրանք պետք է լուռ մնային, նրանք չպետք է պատասխանեին։ Այս շատ անգամներ Աստված մեզանից այս լռությունն է ուզում։ Լուռ մնացեք եւ ես պիտի գործեմ։ Մեր ձայներով, մեր պատասխաններով, մեր միջամտություններով հաճախ մենք խանգարում ենք Աստծո ծրագրի իրականացմանը։ Միակ բանը, որ երբեմն Աստված ինձանից եւ քեզանից ուզում է, դա մեր լռությունն է։ Դու անմիջապես ուզում ես պատասխան տալ դիմացիդ անարդարությանը եւ այլն, բայց Աստված քեզ ասում է լուռ մնա։ Լուռ կեցիր, որովհետեւ մարդկային բարկությունը, մարդու պատասխանը Աստծո արդարությունը չի գործում։ Քաջություն է պետք լռելու համար։ Ուժ է պետք լռելու համար, որովհետև միշտ չէ, որ խոսողն է, միշտ չէ, որ պատասխան տվողն է ուժեղ, այլ երբեմն շատ ավելի մեծ ուժ է պահանջվում լռելու համար։ Որքան դժվար է չէ լռելը։ Որքան դժվար է լռելը, երբ պարիսպի վերևից հայոյում են, պարիսպի վերևից ծիծաղում են, պարիսպի վերևից աղբ են թափում գլխիդ։ Բայց դու գիտես մի բան, որ Աստված է ասել։ Դու գիտես մի բան, որ հնազանդությունը ծնում է հաղթանակ։ Տերն ասել էր, այս քաղաքը ձեզ եմ տվել, դուք միայն հնազանդվեք։ Շարունակական հավատք, շարունակ կարճած լինել Տիրոջը։ Մեր Տեր Հիսուսն ասաց Հովաննես ավետարանում 16-րդ գլխում 33 համարի մեջ ասում է. այս բաները ձեզ խոսեցի, որպեսզի ինձմով խաղաղություն ունենաք։ Աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհի հաղթեցի։ Կրկնում եմ, այս բաները ձեզի խոսեցի, որպեսզի խաղաղություն ունենաք։ Ձեր խաղաղության ակունքը արտաքին պայմանները չեն։ Անհնար է մարդ խաղաղության մեջ լինի, երբ որ գտնվում է այդ հսկա պատերի առջև, չունենալով պետք եղած զինամթերքը, չունենալով պետք եղած միջոցները, որով կարող է նա հաղթահարել այդ պատերին։ Եվ մենք սովորաբար կորցնում ենք մեր խաղաղությունը, երբ որ կանգնած ենք լինում այսպիսի պատերի առջև, այսպիսի անհաղթահարելի իրավիճակներում, երբ որ հայտնվում ենք։ Բայց Տերն ասում է, այս բաները ես ձեզ խոսեցի մի պատճառով, որ դուք խաղաղություն ունենաք։ Ձեր խաղաղությունը շատ կարևոր է հաղթանակի համար։ Իսկ ձեր խաղաղության ակունքը արտաքին պայմանները չեն կարող լինել։ Ձեր խաղաղության ակունքը Տիրոջը խոսքն է։ Ինձանից եւ քեզանից պահանջվում է մի բան, այդ խոսքի հանդեպ շարունակական հավատք, շարունակական վստահություն, շարունակական քաջություն ունենալ եւ ապավինել այդ խոսքին։ Եվ շարունակությունն ասում է, աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք։ Չի ասում չեք ունենալու նեղություն։ Նեղություններ պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք։ Ես հաղթեցի աշխարհին։ Եթե իմ Տերը հաղթել է, այդ հաղթանակը իմն է։ Ինձանից միայն պահանջվում է շարունակական հնազանդություն։ Երրորդ ճշմարտությունը եւ վերջին։ Աստծո ծրագրին հետևելու համար հարկավոր է համառություն։ Համառություն։ Այն հեշտությամբ քեզ չի տրվելու։ Համառություն, շարունակականություն, որովհետև հարց է առաջանում,
ինչու համար կարիք կար, որ Աստված ասեր 7 օր շարունակ պիտի շրջեք քաղաքի շուրջը եւ 7-րդ օրն էլ 7 անգամ։ Եթե Աստված հրաշք պիտի անի, չէր կարող մեկ անգամ դառնալուց հետո այդ հրաշքը աներ։ Ճիշտ է։ Չէր կարող։ Այս ամբողջական տիեզերքը, երկինքն ու երկիրը Աստված ավելի թյուրին ստեղծեց, ավելի հեշտ, ավելի կարճ ժամանակա ընթացքում, քան թե Երիքովի պատերը քանդեց։ Այն Աստվածը, որ կարող է երկինքն ու երկիրը ստեղծել մեկ խոսքով, չէր կարող մեկ խոսքով քանդել Երիքովի պատերը։ Իհարկե կարող էր։ Ինչու համար է Աստված պահանջում, որ իր ժողովուրդը 7 օր շարունակ եւ 7-րդ օրը 7 անգամ շարունակ քայլել լռությամբ։ Նախքան Աստված կհաղթի Երիքովին, Աստված ցանկանում է, որ դու հաղթես ինքդ քեզ։ Սա է խնդիրը։ Նախքան Աստված կքանդի Երիքովի պատերը, Աստված ցանկանում է, որ դու քանդես քո միջի պատերը։ Եվ 7 օր շարունակ շրջելու համար քեզանից պահանջվում է, ինձանից պահանջվում է համառություն։ Պահանջվում է հնազանդություն։ Ոչ թե կիսով չափ հնազանդություն, այլ շարունակական հնազանդություն։ Այստեղ որ երևում է, թե որքանով ես դու պատրաստ անելու Տիրոջը խոսքը։ Հիշեք Նեեմանին, որ բորոտ էր, որ եկավ Եղիսեի մոտ, որպեսզի բժշկություն ստանա։ Եղիսեի պատասխանը սա էր, որ գնա Հորդանանի մեջ 7 անգամ լվացվիր եւ կմաքրվես։ Հիշում եք ինչպես վրդովեցրեց այս պատասխանը Նեեմանին։ Եվ մարդը բարկացավ, արդյոք Դամասկոսի գետերը ավելի մաքուր չեն, ես չէի կարող լվացվել այնտեղ եւ չգայ այստեղ հասնել։ Վրդովեցուցիչ, եթե Աստված հրաշք է անում, թողանի այդ հրաշքը իմ պատկերացրած ձևով, իմ ցանկացած ձևով, իմ ակնկալած կողմից։ Ինչու համար է Աստված ինձ ասում մի բան անել, որը որ իմ տրամաբանությունից դուրս է, որ իմ պատկերացումներից դուրս է։ Բայց սառաներից մեկն ասեց. Տեր, եթե քեզ դժվար բան ասել, արդյոք չէիր անելու։ Ասածն ինչ է։ Գնա Հորդանանի մեջ 7 անգամ լվացվե։ Իրականության մեջ Աստծո ասածը ինձանից, Աստծո ուզած ինձանից եւ քեզանից բարդ բաներ չէ։ Այդ մենք ենք բարդացնում։ Գիտեք ինչու է այն բարդ թվում, որովհետեւ մեր ակնկալիքն ուրիշ էր։ Աստծո ասածը ուրիշ է։ Իսկ մենք ուզում ենք անպայման Աստված հարմարվի մեզ, եւ ոչ թե մենք հարմարվենք Աստծո։ Եվ երբ որ գնաց լվացվելու, մեկ անգամ մտավ ջուրը, ելավ, ոչինչ չէր փոխվել։ 2 անգամ, 3 անգամ։ Գոնե մի քիչ տարբերություն տար, որ հույս ծներ։ Այս շատ անգամներ մարդիկ 1-2 անգամ լվացվելուց հետո, 3 անգամ լվացվելուց հետո, երբ որ չեն տեսնում իրենց ուզած արդյունքը, հիասթափվում, թողնում ու գնում են։ Դրա համար Տերն ասում է համբերեք, համբերեք, համբերեք։ Համբերություն կամ հարատևություն կամ համառություն։ Եվ միայն 7-րդ անգամ լվացվելուց հետո էր, որ ջրից դուրս եկավ եւ նրա մարմինը մանկան մարմնի պես եղավ։ Այսպես շարունակական համառություն է Աստված ակնկալում մեզանից։ Եթե անգամ արդյունքը աղոթքիդ պատասխանը ուշանում է, դու շարունակիր աղոթել։ Աստված պատվում է հավատարմությունից ծնված համառությունը, որովհետև դու գիտես, որ նա, որ խոստացավ, կարող է եւ նաեւ անել։ Մատթեոս ավետարանում 7-րդ գլուխ 7-րդ համարում Տերն ասում է. խնդրեցեք եւ պիտի տրվի ձեզ։ Փնտրեցեք եւ պիտի գտնեք,
դուռը թակեցեք եւ պիտի բացվի ձեզ։ Ավելի հարազատ է իր օրիգինալ լեզվին շարունակ խնդրեցեք, շարունակ փնտրեցեք, շարունակ դուռը թակեք, շարունակ եղեք այդ process-ի մեջ, այդ ընթացքի մեջ, հավատարմորեն։ Քանի դեռ Տերը քեզ ասել է շարունակիր, դու շարունակիր։ Երբ որ Տերը քեզ կասի Պողոսի նման բավ է, այլևս մի աղոթիր այդ թեմայի շուրջ։ Այն ժամանակ մի աղոթիր։ Երբ որ Տերը քեզ ասի իմ շնորհքս հերիք է քեզ, սա նշանակում է, որ իմ շնորհքը շատ ավելին է, քան թե քո ուզածդ։ Շարունակիր ճանաչել իմ շնորհքը։ Ուրեմն արա Տիրոջ ասածը, հնազանդվիր շարունակ, հավատարմորեն, համառորեն, եւ Աստծո գերբնական զորությունը պիտի հայտնվի բոլոր նրանց համար, ովքեր շարունակ հավատարմորեն հնազանդ են նրան։ Իսրայելցիները չօգնեցին Աստծուն պատերը քանդելու գործում, բայց օգնեցին նրան իրենց հնազանդությամբ։ Դու էլ շատ բաներ կա, որ չես կարող անել, չես կարող Աստծո օգնել այդ հսկայական պատերը քանդելու գործում, բայց կարող ես մի բանում օգնել։ Դու շարունակ հնազանդվիր նրան եւ նայ իր գործի Տերը։ Պարզապես հնազանդեցնենք մեր կամքը նրան, հնազանդեցնենք մեր կյանքերը նրան եւ այն ժամանակ իր զորությունը պիտի հայտնվի մեր կյանքերում եւ մեր միջոցով։ Ուրեմն իմ սիրելիներ, անհաղթահարելի պատեր գոյություն չունեն Աստծո զավակների համար, քանի դեռ նրանք շարունակ հնազանդ են Տիրոջը պատվերներին։ Հնազանդվիր եւ արդյունքը թող Աստծո, Աստված պիտի գործի։ Տերը օրհնե ձեզ իր փառքի համար։ Ամեն։ Քեզ սրտանց փառք ենք տալիս մեր երկնավոր Սուրբ Հայր։ Եվ որքան որ փառք տանք դարձյալ քիչ է։ Ամեն բանից առաջ շնորհակալ ենք ով Տեր, քո խոսքիդ համար, որը որ մեզ քաջալերում է, մեզ զորացնում է, մեր ճանապարհներին լույս է դառնում ով Տեր եւ մեզ հույսով է լցվում։ Եվ ամեն անգամ, երբ որ գալիս են քո տունը, դու այցելում ես մեզ քո կենթանի ու կենթանարար խոսքերով եւ լեցված այստեղ գնում ենք այս աշխարհ չվախենալով ոչ մեկ բանից, որովհետեւ գիտենք դու ես մեր արջևից քայլողը։ Ողորմած Աստված, միայն թե աղաչում ենք քեզ, քո Սուրբ Հոգիովդ մեզ հնազանդեցրու քո կամքին ով Տեր։ Այն ստրկություն չէ, այն պարզապես գիտակցություն է, որ լավագույն տարբերակը սա է մեր կյանքի, ընտրել քո բարի կամքը, որտեղ այն միշտ բարի, հաճելի եւ կատարյալ է բոլոր նրանց համար, ովքեր որ քեզ սիրում են ով Տեր։ Շնորհակալ ենք բարեգութ Աստված, որ այսօր ճամփան ցույց տվեցիր, երբ որ մեր առջև կան ծանրացած անհաղթահարելի թվացող պատնեշներ, դու այսօր ցույց ես տալիս ճամփան, թե ինչպես կարող ենք այն հաղթանակել, այն հաղթահարել։ Ողորմած Տեր, եթե վեր է այնքան այն մեր տրամաբանությունից, օգտիր, որ Տեր մեր հավատքի հնազանդությամբ ով Տեր համառորեն շարունակ քայլենք այն ճանապարհով, որը որ դու ես մեզ ցույց տալիս։ Բարեգութ Աստված, խնդրեմ, որ հիմա օրհնես քո զավակներդ, քո արոտիդ ոչխարներով Տեր, պահիր, պաշտպանիր չարի ամեն փորձություններից, հիվանդություններից, տկարություններից, հոգևոր եւ մարմնավորով Տեր, ընկածներին բարձրացրու, տկարներին զորացրու ով Հայր, կարոտյալների պետքերը դու հոգա, հիվանդներին բժշկիր ով Տեր, բանտարկյալներին այցելիր ով Տեր Աստված, զինվորներին պահապան եղիր, օրհնե Տեր այս երկիրը, պահիր, պաշտպանիր խաղաղությանդ մեջ Տեր Աստված, չարի ամեն կրակոտ նետերը դու մարիր ով Հայր, նմանապես նաև մեր հայրենիքով Տեր, արդարությունը հաստատիր մեր երկրում, որովհետև Տեր արդարությունը ժողովուրդները բարձրացնում են, օրհնիր եւ բարձրացու Տեր մեր ազգը քո անվանդ ու փառքիդ համար։ Այս ամենը մեր սիրելի Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսի անունով եմ խնդրում, որ հավերժ փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։